Հայկական ատոմակայանի փակման ծրագիրը դրված էր դեռ գլխից։ Դեռ ՀՀՇ-ն չէր ձևավորվել, բայց Ստամբուլցյանենք մեծամորի ատոմակայանի մասին ուժեսներ էին պատմում։ Իբր 4 գլխանի երեխաներ են ծնվում ատոմակայանի պատճառով, իբր մեր ողջ ստորգետնյա ջրերը եւ Արարատյան դաշտի սնունդը ռադիացիոն են եւ այլն։ Ատոմակայանը փակենք, ջերմուկի ջրերն արտահանենք, առոք-փառոք ապրենք։ Բաքվի եւ Սումգայիթի ջարդերից հետո առաջին պլան մղվեց Ղարաբաղը։ Ատոմակայանի բնականոն աշխատանքը խաթարվեց, հետո նորանկախ Հայաստանը ընկղմվեց սրտի եւ մթի մեջ, ոչնչացվեց ջեռուսման համակարգը։ Հիանալի գործող էներգոհամակարգը նույնպես կանգնեց ոչնչացման եզրին։ Հովհարային անջատումները դարձան սովորական բան։ ԼՏՊ-ն այդ ընթացքում երկիրը խցկեց, ԱՊՀ, ՀԱՊԿ, ռուսական ռազմաբազան խարսխեց, Ղարաբաղի հարցի ճակատագիրը Բիշքեքում կանխորոշեց, խաղաղության եւ պատերազմի ճառն ասած եւ թռավ։ Այնուհետ ատոմակայանը վերանորոգվեց եւ գործարկվեց։ Անցած 30 տարիներին ով ասես չխոստացավ նոր ատոմակայան կառուցել։ Եմեն, Ռուսաստանը, այժմ ամերիկացիները մոդուլային ատոմակայան են խոստանում։ ԼՏՊ-ն կրկին իշխանություն է, ՀՀՇ-ն լուծարելուց հետո նոր խմբակներով է գործում, Ղարաբաղի հարցը լուծել է։ Ինչ են ուզում ամերիկացիները Հայաստանից։ Ցանկանում են ռուսական կախվածությունից ազատել երկիրը։ Ամերիկան կանգնած է գոյաբանական խնդրի առաջ։ Ամերիկային փող է պետք, շատ փող, որտեղից ինչ միջոցով կապ չունի։ Հայաստանում ատոմակայան կառուցելու նպատակները հետևյալն են։ Արհեստական բանականության մրցավազքում հաղթելու են այն կորպորացիաները, որոնք աշխարհի տարբեր կետերում հնարավորինս շատ տվյալների կենտրոններ եւ դրանց սպասարկող ենթակառուցվածքներ կունենան։ Արհեստական բանականությունը լավ բան է, բայց այն պահանջում է կայուն եւ էժան էլեկտրաէներգիա։ Առայժմ ամենակայուն էներգիայի աղբյուրը ատոմայինն է։ Ամերիկացիներն արդեն իսկ հայտարարել են, որ Հայաստանում ցանկանում են արհեստական բանականության կենտրոն հիմնել։ Նման կենտրոն են ցանկանում հիմնել Սաուդյան Արաբիայում, այսինքն այնպիսի երկրներում, որոնք թույլ եւ հնազանդ կլինեն։ Այդ ԱԲ ենթակառուցվածքները աշխատացնելու համար անհրաժեշտ է նվազագույն աշխատակազմ, մեծ աշխատատեղեր չեն բացվելու։ Հեցի շուրջ ստեղծված վիճակը այս մասին է։ Նախ փակել մեծամորի ատոմակայանը, հետո ԱԲ կենտրոններ Հայաստանում կբացվեն, մոդուլային ատոմակայաններ կկառուցվեն թե ոչ, դա դեռ հարց է։ Այդ ծրագրերը 2-3 ամսում կամ տարում իրագործվող ծրագրեր չեն։ 2 տարի անց Թրամփը նախագահ չի լինելու, եթե վաղաժամկետ պաշտոնանք չարվի։ Նրա բոլոր նախաձեռնությունները մնալու են թղթի վրա։ Բայց Հայաստանը կարող է զրկվել էներգետիկ սուվերենությունից։ Գործող ատոմակայանի պարագայում Հայաստանը ԱԲ տեխնոլոգիաների մասով կարող է առաջարկներ ստանալ ոչ միայն ԱՄՆ-ից, բայց առանց ատոմակայանի Հայաստանը կարող է ինքն իրեն էներգիայով ապահովելու խնդիրներ ունենալ։ Նոր ժամանակներում սուվերեն էներգոհամակարգ ունեցող երկրները քիչ են։ Սուվերեն էներգոհամակարգը ռազմական համակարգից պակաս կարևոր չէ։ Ֆրանսիան ԵՄ առաջատար երկիր է, հենց էներգետիկ սուվերենության շնորհիվ, որովհետև էներգահամակարգը պետական է, հիմնական աղբյուրը ատոմակայաններն են։ Բացի ատոմակայանից, ԱՄՆ-ին հարկավոր է Սյունիքի ընդերքը։ Թրիպ Աֆյորայի նպատակը դա է։ Այդ Աֆյորան չունի որևէ տրանզիտ պոտենցիալ։ Գլխավոր նպատակը Սյունիքի պղինձը, մոլիբդենն ու ուրանը էժան եւ անվտանգ ձևով արտահանելն է։ Վրաստանով ճանապարհը անվտանգ չէ, ռուսներին մոտ է։ Մեր երկիրը մեր աչքի առաջ լուծարվում է, մենք չենք հավատում։ Մեծամորի ատոմակայանը հին է, պետք է փակվի, բայց այդ ատոմակայանի գլխավոր ռեսուրսը մասնագետներն են, որոնք լավ թե վատ պատրաստվել են հայկական բուհերում։ Ամերիկացիների մյուս սյուրփրայզը հետախուզական դրոններն են։ Մենք 2019-ին ՀԱՏ-ը $100 միլիոն ռուսական անպիտան Սու-30 գնաց հպարտ երկիր ենք։ Մենք $6 միլիոն Ջենիֆեր Լոպեսին երկացրած երկիր ենք։ 11 միլիոնի եղածն ինչ է, որ ամերիկյան հետախուզական դրոններ չառնենք։ Բայց մի րոպե, ում ենք հետախուզելու։ Ադրբեջանին? Չէ, նրանց հետ խաղաղություն է։ Թուրքիային եւ Վրաստանին? Չէ, էլի, չի կպնում։ Մեր բարեկամ Իրանին? Ռուս-ամերիկյան պատվերով, թուրք-ազերական ծափողջությունների տակ։ Դե մենք շուստրի ժողովուրդ ենք, ով պիտի գլխի ընկնի։ Գալիք ընտրությունները ճակատագրական են լինելու։ Ռուսամետության կամ արևմտամետության մասին ցանկացած խոսույթ պետք է արհամարել։ Հայաստանի լինել չլինելու հարցն է։ Գրել է Արա Արայանը Facebook-յան իր էջում։